Ողջույն սիրելի ընկերներ, հաստատ հետևել եք այսօրվա լուրերին ու տեղյակ եք, թե այսօրվա ամենաթեժ լուրը անշուշտ Միացյալ Նահանգների ներխուժումն էր Վենեսուելա, եւ բոլորս լսանք եւ տեսանք, թե ինչպես Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինները գիշերով մտան Նիկոլաս Մադուրոյի Վենեսուելայի նախագահի ննջասենյակը, ըստ որոշ տարածված լուրերի եւ նրան ու նրա կնոջը քնած վիճակում գերեվարեցին, ուղղաթիռով փոխադրեցին Միացյալ Նահանգներին պատկանող ինչ-որ ռազմանավ, որից հետո նա արդեն ճանապարհվել է դեպի Նյու Յորք, որտեղ կանգնելու է դատարանի առաջ։ Անշուշտ ես ոչ հաստատում եմ, ոչ մերժում եմ կամ ոչ ուղղակի տեսակետ չունեմ նախագահ Թրամփի կատարածի համար։ 2020 թվականից հետո, սեպտեմբերի 27-ից հետո ինձ համար մեկ է, թե աշխարհում ով, ինչպես ու ինչ մեթոդներից օգտվելով իր խնդիրը գլուծի իր հարևանի հետ, մյուս հակառակորդի հետ։ Զարմանում եմ, գիտեք, միջազգային այսօրվա արձագանքի մասին։ Ինչու օրինակի համար Ալիևին թույլատրված էր բռնի ուժ կիրառելով մտնել Արցախ, օկուպացնել ամբողջ Արցախը, բռնագաղթի ենթարկել 120,000 արցախահայության, աշխարհի աչքայտ լուր հայացքների դիմաց գերեվարել 30 տարի դեֆակտո անկախ ապրած մեկ պետականության եւ դրա ժողովրդի ընտրյալ նախկին ու ներկա բոլոր ղեկավարությանը գերեվարել տանել ու կանգնեցել դատարանի դիմաց ու դա թույլատրված չէ, ասենք Թրամփին։ Ինչով են տարբերվում Ալիևը եւ Թրամփը։ Ինչու այդ ամբողջ ասենք թույլատրվեց Ալիևին, բայց այսօր ասենք Թրամփին թույլատրված չէ։ Ես համոզված եմ, որ աշխարհը այսօր ստանում է իր կատարածի պատասխանը եւ հալալ է եւ արդար է եւ լավ է, որ ստանում են։ Նրանք այսօր տեսնում են եւ ստանում են այն քայլ լռության պատասխանը, ինչ իրենք ցուցաբերեցին 2020 թվականի սեպտեմբերին 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում։ Այդ քայլ լռության պատասխանը, որ իրենք ցուցաբերեցին 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի օրերին Արցախի վերջնական օկուպացման եւ 120,000 արցախահայության բռնագաղթի ենթարկվելու ժամանակ։ Այն քայլ լռության պատասխանը, որ այս ամբողջ ընթացքում իրենք պահել են, ասենք արցախահայության ղեկավարության գերեվարման եւ անարդար դատավարության կապակցությամբ։ 2020 թվականի սեպտեմբերից հետո կարճ ասեմ, ես թքած ունեմ, թե ով, ինչպես եւ ինչ մեթոդներով գլուծի իր խնդիրը հակառակորդների հետ։ Աշխարհը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո իր քայլ լռությամբ լեգիտիմացրեց բռնի ուժի կիրառմամբ ամենատարբեր հակամարտությունների, ամենատարբեր տարաձայնությունների լուծման վտանգավոր